Երեխաները հաճախ են պիցցա ուզում, իսկ դուք ժամանակ չունեք այն պատրաստելու համար, այս նախաճաշը պիցցայի տեսքով պատրաստվում է ընդամենը 10 րոպեում։ Սկզբից մկրատի օգնությամբ լավ մահարացնում ենք լավաշը։ Ահա այսպիսի բարակ շերտեր պետք է ստանաք։ Ավկիթների վրա ավելացնում ենք թթվասեր, համեմում ենք և ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացրած հալվող պանիր։ Այն լավ խառնում ենք և ավելացնում կտրատած լավաշների վրա։ Ամբողջ նորից մի լավ խառնում ենք։ Թավայի մեծ ձիթայյուղ ենք լցնում և ավելացնում մեր լավաշով զանգվածը։ Ինչ-որ հարմարանքի օգնությամբ այն հարթեցնում ենք։ Ավելացնում ենք հալվող պանիր, քանի որ այդպես շատ համեղ է ստացվում։ Ես որոշեցի այն զարդարել չելի լոլիկներով, իսկ վերջում ավելացրեցի օրեգանո։ Պատրաստելու ենք փակ կափարիչով մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Պատրաստ լինելուց հետո այն զգուշությամբ տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ։ Նախաճաշի այս տարբերակը դուր կգա թե մեծերին, թե փոքրերին, իսկ այն կարող եք պատրաստել ձեր նախընտրելի բաղադրիչներով։ Դե ինչ, պահպանեք տեսանյութը, պատրաստեք և վայելեք այն ձեր հարազատների հետ միասին։ Բարի ախորժակ։